Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի լարվածությունը հասել է մի կետի, երբ ամեն մի հերոսի ճակատագիր դառնում է անկանխատեսելի, իսկ յուրաքանչյուր դրվագ բերում է նոր հարված, նոր բացահայտումներ։ Սեմն, ում սիրտը դեռ ջերմ էր Ֆաինայի ներկայությամբ, պատահմամբ հանդիպում է Հենդոյին, Ֆաինայի պապիկին, և այդ պահը դառնում է վճռական։ Նա հիշում է ամենասարսափելին՝ Հենդոն է սպանել իր հորը։ Այս հիշողությունը Սեմի ներսում բորբոքում է ոչ միայն ցասում, այլև անսանձ ատելություն, որն ուղղվում է ոչ միայն Հենդոյի, այլև բոլորի հանդեպ։ Սեր ու խիղճ զիջում են զայրույթին, նրա ներսում պայքար է սկսվում՝ արդյոք պահել Ֆաինայի հանդեպ սերը, թե թողնել ամեն ինչ ու վրեժ լուծել։ Մյուս կողմից Հենրին ու Անգելինան վերջապես միասին են, նրանց սերը, որ անցել է փորձությունների միջով, կարծես թե հասել է հանգրվանի, բայց Միքայելը խիստ որոշումներով ու պլաններով առաջնորդվող մարդ է ու չի կարող թույլ տալ, որ այս սիրո պատմությունը հաջող ավարտ ունենա։ Նա ծրագրեր է մշակում աննկատ ու խորամանկ, որոնց նպատակն է բաժանել Հենրիին ու Անգելինային։ Նրա աչքերում Անգելինան դուստրն է, իսկ Հենրին մրցակից, որի ներկայությունը պարզապես անընդունելի է։ Նա չի կարող, որպեսզի Անգելինան Աննայի կողքին լինի, որովհետև նա վախ ունի, որ Աննան շուտով պարզելու է ճշմարտությունը, իսկ Անգելինան չի կարող գտնվել իրենց տանը նույն հարկի տակ։ Եվ ահա մի պահ, որը սասանում է Աննայի ամբողջ ներաշխարհը, նա գալիս է Արամի, Լիլիթի և Սոսի որդու տուն, ամեն ինչ հանգիստ է, մինչև հեռախոսազանգը, որը ամբողջովին ցնցում է նրան։ Նա լսում է մի ճշմարտություն, որը թաքցվել է երկար տարիներ։ Անմիջապես Սոսի ձայնը լսելով հասկանում է, որ նա ողջ է, և ավելին՝ նա ամուսնացել է Լիլիթի՝ Աննայի քրոջ հետ։ Աննայի հոգին ցնցվում է, տարիներ շարունակ նա ապրել էր հավատալով, որ Սոսը մահացել է, որ իրենց մեծ սերն ավարտվել է անդառնալի կորստով, բայց հիմա, իմանալով, որ Սոսն այլևս ոչ միայն ողջ է, այլև ընտանեկան կյանք է կառուցել իր քրոջ հետ, Աննան լիարժեք կործանվում է ներսից։ Այս բացահայտումը հողից կտրում է Աննային։ Նա կանգնած է կյանքի ամենածանր խաչմերուկում՝ սիրո, դավաճանության և ընտանեկան կապերի խառնաշփոթում։ Հնարավոր չէ կռահել՝ արդյոք նա կկարողանա ներել, արդյոք կկանգնի իր զգացմունքների կողքին, թե կհեռանա բոլորից, թողնելով անցյալն այնտեղ, որտեղ այն պատկանում է։ Իսկ այս ընթացքում Բագրատն, ով արդեն խորացել է բոլորի գաղտնիքների մեջ, սկսում է իր սեփական խաղը՝ փորձելով օգտվել այս ամենից։ Սերիալը հասել է այն կետին, որտեղ ամեն պահ կարող է փոխել ճակատագրեր։ Այս նոր բացահայտումների հետ վերջին սեզոնը խոստանում է լինել ոչ միայն ամենալարվածը, այլ նաև ամենահուզիչը։ Մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկանաք նոր սերիալներում կատարվող փոփոխությունների, շոու-բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։ Նշենք, որ ամենահետաքրքիր ու ինտրիգային սերիալները դեռ առջևում են, այնպես որ միացեք մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք ինտրիգների, նոր գաղտնիքների մասին։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրել, թե որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում այս հեռուստասերիալում և որ դերասանի կամ կերպարի մասին կցանկանայիք ավելին իմանալ։ Նշենք նաև, որ Աննան շատ շուտով բացահայտելու է ողջ ճշմարտությունը, նաև հանդիպելու է Անետին ու բացատրություն պահանջելու։ Արդյոք նա կկարողանա ներել Անետին, որ այսքան ժամանակ իմացել է, որ Սոսը ողջ է, ավելին՝ ամուսնացել է իր հարազատ քրոջ Լիլիթի հետ և համատեղ որդի ունեն ու այդ մասին ոչինչ չի ասել նրան։ Ինչպե՞ս կընդունի Անետին և արդյոք կկարողանա նրան պահել նույն հարկի տակ, թե դուրս կանի տանից, ցույց կտա ժամանակը։ Բայց որ Աննայի ներաշխարհը սկսելու է խառնվել, դա փաստ է։ Ավելին, այն բանից հետո, երբ ընդամենը մի քանի ժամ առաջ նա Միքայելին խոստովանում է, որ սիրում է, և ավելին՝ ուրախ է, որ իր երեխաների հայրը հենց Միքայելն է, և այդ խոստովանությունից ընդամենը ժամեր անց նա պարզելու է, որ Սոսը ողջ է։ Արդյոք Միքայելի հանդեպ սերն ու հարգանքը փոխվելու է, թե Սոսի հանդեպ ատելությունն է մեծանալու։ Ինչ կփոխվի Աննայի մոտ, ցույց կտա ժամանակը, բայց ամենաինտրիգային ու դրամատիկ պահերը դեռ առջևում են։
Ֆաինան էլ ոչինչ չհասկանալով գալիս է Սեմիտում պարզելու ու ներողություն խնդրելու պապի որոշումների ու քայլերի համար։ Ֆաինան նույնիսկ չի կարող կռահել, թե ինչ է զգում Սեմը այդ պահին, քանի որ նա պարզել է, որ հենց Ֆաինայի հարազատ պապիկն է սպանել իրենց հորը և նրանք այսքան տարիներ մեծացել են առանց հոր, նրանց մայրը հիվանդացել է հենց այդ պատճառով։ Արդյոք Սեմը կկարողանա հաղթահարել իր վրեժի ծարավն ու սիրել Ֆաինային այնպիսին, ինչպիսին նա կա, ցույց կտա ժամանակը։ Հենրին ու Անգելինան էլ գլխի չընկնելով, թե ինչ է սպասվում իրենց, երջանիկ պահերն են վայելում, սակայն շատ շուտով նրանց կյանքը գլխիվայր շուռ է գալու։ Ո՞վ է շուռ տալու և ո՞վ է պարզելու ճշմարտությունը, և իհարկե, հավանաբար հենց ավագն է կանգնելու նրանց կողքին, որովհետև նա պարզելու է, որ նրանք բնավ էլ քույր ու եղբայր չեն, և հավանաբար ավագն ու Վիկտորիան են նրանց պաշտպանելու բոլոր չարիքներից։ Դե ինչ է սպասվում սերիալի հետագա սերիաներում, կիմանաք շատ շուտով։